Говорим тогда об Армении. Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայել Գալուզինի հարցազրույցի կեսից ավելին Հայաստանի մասին է ԵՄԵԱՏՄ-ից մինչև ռազմաբազա ու թրիփ։ Այն մենաշնորհը, որ ինք ուներ Հայաստանի տարածքում եւ Հայաստանի բոլոր արտաքին գործարքներում միջազգային, ինքը կորցրել է եւ թրիփը դրա ամենանշանավոր տարրերից մեկն է։ Реализация проекта «Дороги Трампа», она... Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցային նախագիծը միայն կշահի, եթե Ռուսաստանը դրանում մասնակցություն ունենա։ Նախ ուզում են ասած լինել, որ առանց Ռուսաստանի, ինչ ասում են շատ ուղիղ, որ առանց Ռուսաստանի այդ ծրագիրը խնդիրներ է ունենալու։ Ես կարծում եմ ոչ, խնդիրներից մեկը Ռուսաստանն է եւ Ռուսաստանի քաղաքականությունն է եւ Ռուսաստանի ցանկությունն է ներգրաված լինել այդ գործընթացի մեջ։ Գալուզինը կարծում է Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնի Հայաստանը, իսկ բուն թրիփի մասին խոսելիս մեր ընդդիմադիր ուժերի պես հիշում է նաև Իրանին ու Չինաստանին։ На мой взгляд, вряд ли иранская сторона будет в восторге от того, что... Իմ կարծիքով իրանական կողմը դժվար թե ողջևորված լինի, եթե իր հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ հայտնվի Միացյալ Նահանգների ներկայությունը։ Սա առաջինը։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ լրջագույն խնդիրներ ունենալու ենք։ Ես չեմ կասկածում։ Հայ-իրանական հարաբերությունները շատ ավելի կանխատեսելի են, շատ ավելի ամուր եւ խոր հիմքերի վրա են, դա փոխադարձ շահերի ընկալումն է, որ կան ու նույնիսկ ճգնաժամային պայմաններում մենք տեսնում ենք, որ իրենք այդ բոլոր փորձառություններով անցնում են ու Հայաստանը հիմա աշխարհում ունիկալ երկրներից է, որ ունի ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր եւ խորացնում է այդ հարաբերությունները եւ վերջերս Քաջարանի այդ թունելի կառուցման արարողությունը եղավ մեկնարկը շինարարության եւ Իրանի մասնակցությամբ։ Есть мнение экспертов о том, что... Փորձագետների կարծիքով չինական կողմը նույնպես դժվար թե գոհ լինի։ Չինաստանի գործոնը ես լրիվ մտածածին եմ համարում, այսինքն սա ինչ որ այդ գլոբալ ուժերի կողմից խնդիրներ դիտարկելու միտում է, որ մեր ընդդիմությունն է օգտագործում։ Մեզ պետք են երաշխավորներ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Իսկ թե ինչու է պետք Ռուսաստանի կարծիքը հաշվի առնել, Գալուզինը ոչ հիմնավոր պատճառներով է ներկայացնում, օրինակ Армянские железные дороги... Հայաստանի երկաթուղիները կառավարվում են Հարավկովկասյան երկաթուղի փակ բաժնետիրական ընկերության կողմից, որը ռուսական երկաթուղիներ ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Մեղրի հատվածը կապ չունի ռուսական կոնցեսիայի հետ եւ հասկանալու համար դա դուք կարող եք ուղղակի բացել նաեւ Հարավկովկասյան երկաթուղու կայքը, ներբեռնել այնտեղ բոլոր փաստաթղթերը։ Մեղրի հատվածի մասին ոչինչ չկա եւ քանի որ նաեւ պայմանագիրը գործող եւ կառուցվելիք ենթակառուցվածքների մասին է եղել հենց կոնցեսիայի շրջանում թրիփ շինարարությունը կոնցեսիայի հետ ոչ մի կապ չունի, սա Ռուսաստանի իհարկե ցանկությունն է, որ ինքը այդտեղ ներկայություն ունենա, բայց իրավական որևէ հիմք, նույնիսկ կասկած, որ ինքը այդտեղ ինչ որ հիմքեր ունի չկա, եւ հետեւաբար մենք խոսք ունենք ապատեղեկատվության հետ։ Ну и наконец Եվ վերջապես Թրամփի երթուղին կանցնի այն գոտով, որը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից։ Շատ տարբեր պատճառներով շատ կարևոր թեմա է եւ նաեւ ռուսական կողմը իր այս հուշումներով ցույց է տալիս, որ ինքը նույնիսկ հիմքեր չունենալով կարող է որոշել ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Հիմա էլ խնդիրներ կան առանց գնացքի ու երկաթգծի օրինակներն է ներկայացնում Մելիքսեթյանը։ Մենք տեսնում ենք, որ պարբերաբար տարբեր արտասահմանյան նաեւ լրագրողներ, այդ թվում մեր թիմը նույնիսկ այցելելով սահմանը եւ քայլելով ամբողջ երկայնքով սահմանին, Նախիջևանից մինչեւ Ադրբեջանի հիմնական տարածքի սահման, մենք առաջվել ենք այդ խնդրին, որ ռուս սահմանապահները խոչընդոտ են ստեղծում, ինչ որ պահանջներ են դնում, որոնք կամ նաև խորհրդային միությունից մնացած կարգավորումների մաս են։ Խնդիրը նաև տեղի բնակիչների համար է անզեն աչքով, նույնիսկ տեսանելի։ Դուք կարող եք տեսնել իրանական կողմից ինչ պատկեր է, որտեղ 40 տարի առաջ ոչինչ չի եղել, հիմա Արաքսի հարավային ափը ամբողջությամբ այգիներով է պատված եւ հայկական կողմից մի քանի 100 մետր եւ նույնիսկ կիլոմետր հատվածներ դա սահմանային գոտին է, շերտն է, որտեղ գյուղացիները նույնիսկ հատուկ թույլատրությամբ են անցնում։ Բայց մինչև թրիփի գործարկմանը հասնելը արդեն իսկ գործարկման խնդիր ունեն, հենց ռուսական սպասարկման տակ գտնվող մեր երկաթուղիները։ Հայաստանում նախ ամենահին շարժակազմն է, որ կա տարածաշրջանում ամենադանդաղ բեռնափոխադրումներն են եւ ուղևորափոխադրումներն են եւ ամենակիչ ծավալներն են, ընդ որում 2007 թվականին, եւ որ կոնցեսիոն պայմանագիր չկար ու Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի վատն էր,
ավելի շատ ուղևորափոխադրում ենք ունեցել, քան հիմա վերջին տարիներին։ Բեռնափոխադրումների մասին է նույնը, այսինքն Վարդենի ստանող այդ ճյուղը կանգնելու վտանգի առջև է կանգնած։ Մինչդեռ ված չէր լինի, որ Վարդենից նաև ուղևորափոխադրումներ լինեին։ Ինչու՞մն է խնդիրը։ Որովհետև օբյեկտիվորեն ռուսական կողմը այն պայմանագիրը, որ կնքել էր 2008 թվականին, ինքը կատարվել է խախտումներով, այսինքն ամբողջությամբ են իրականացվել այն ծրագրերը, որ եղել են։ Երկրորդը ինքը հիմա ֆինանսական կարողություններ չունի, որը համապատասխանում է տրանզիտ երկրի, ասենք, գաղափարին, հա։ Ադրբեջանական շարժակազմերը, որ հիմնականում ֆրանսիական կամ շվեյցարական են մեծ մասամբ, եւ իրենք շարունակում են դրա մոդեռնիզացիան, հիմա Չինաստանից են գնելու, այսինքն նոր տիպի եւ տեսակի շարժակազմեր են։ Թուրքիայում այդ մոդեռնիզացիոն աշխատանքները գնում են նույնպես Վրաստանում, ու եթե մենք մեր ենթակառուցվածքները տրամադրում ենք այն վիճակում, որ մենք հիմա ունենք, որպեսզի այն օգտագործվի, ուղղակի չեն կարող օգտագործել։ Հարավկովկասյան երկաթուղի Փակ բաժնետիրական ընկերությունը ռուսական երկաթուղիներ ընկերության դուստր ձեռնարկությունն է, բայց Ռուսաստանում երկաթուղային վիճակը այսպես վատ չէ, նշում է Մելիքսեթյանը։ Հեռու չգնալով, ինչ ասել է արագընթաց, օրինակ Վրաստանում ու ինչ արագությամբ է Հայաստանում գնացքը անցնում։ Վրաստանում կա շվեյցարական ստադլերները, որոնք մինչև 100, 120, 150 կիլոմետր արագություն թույլ են տալիս զարգացնել, հատկապես ուղևորափոխադրումների դեպքում։ Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղին նշում էր 34-35 կիլոմետրը որպես ձեռքբերում միջին մինչև 40 բեռնափոխադրումների համար, 55-ից 60-ի միշելով ուղևորափոխադրումների համար։ Խոսքը դեռ միայն արագությունների մասին է, վագոնի ներսում պայմանները նկարագրում է 3 բառով։ Կեղտոտ, վատ, մաշված։ Իրինա Մկրտչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։